Աջակցում ենք ԿՊ-ին, որովհետև մենք էլ հին սերունդից ենք, տեսել ենք եւ առաջվա արածը, եւ հիմիկվա արածը։ Աջակցում եւ հույս ունենք, որ եթե այս տեմպերով շարունակվի, Փառք Աստծո լավին կգնա։ Հատկապես ինչ են արել, որից շատ գոհ եք։ Ամեն ինչը, եւ կրթությունը, եւ առողջապահությունը։ Ույրը լի որ չտեսնի։ Մի քանի բան կթվարկեք։ Չեմ կարատես մանրանամ, որտեղ ոնց նայում եմ լավերը ավելի շատ են, քան ստե վատերը։ Իսկ դուք հավատում եք խաղաղությանը, որ Իհարկե, այսօր որ այստեղ ենք, հենց այդ է խաղաղությունը։ Իսկ ինչ ակնկալիքներ ունեք, եթե Փաշինյանը վերընտրվի։ Լիքը լավ բաներ ենք սպասում, միշտ լավը տեսել ենք ու ավելի լավերին ենք սպասում։ Ձեր ակնկալիքները կնշեք վարչապետից, ու պետք է նա ընտրվի։ Որովհետև լավ բաներ ա շատ արել։ Մի քանիսը կթվարկեք։ Ամեն ինչ խոսքի շինարարությունից, թոշակները, առողջապահությունը բարելավել ա ժողովուրդը։ 90%-ը գոհ են։ Իսկ ձեր կարծիքով, որ ասում են ոչ արժանապատիվ խաղաղություն է սա, դա ճիշտ է։ Չէ, Իսկ կարծիք ունեք խաղաղության։ լավ անելու, լրիվ լավ անելու։ Ամենալավ արած գործերի համար։ Մի քանիսը կթվարկեք։ Որ մեկը թվարկեմ, խաղաղությունը, ճանապարհը, դպրոցը, այս համերաշխությունը, այս երիտասարդության այսպես հավաքը, ամեն ինչի համար աջակցում եմ։ Իսկ ինչ ակնկալիքներ ունեք, եթե նրանք վերընտրվեն։ Գնալու ավելի լավ է։ Այո, ավելի Եք խաղաղությանը։ անպայման։ Կողմեք, որ ճանապարհները բացվեն, առևտուր լինի։ Միանշանակ կողմ եմ։ Դա մեր ազգի համար է, ոչ թե ուրիշի։ Որովհետև մեր ազգը կունենա առևտրի ամեն ինչ, թե չէ հիմա որ փագա, ամեն ինչը Թուրքիայից չեն բերում։ Նույնն է։ Ճիշտ ասած, ես ինքս պատերազմի վետերան եմ, առաջի պատերազմից էլ շատ բան եմ տեսել, շատ բան գիտենք։ Ու այսօր ինչ որ ասում են 300,000 ադրբեջանցիներ, չգիտես ինչ, ով այդ բանը տվե իրանց, որ այդքան տերվում։ Երկու բար խոսում են 3 ադրբեջան են, Ալիև են շեշտում։ 3,000 ադրբեջանցի գալու, ինչ։ Չի կարել այդքան ժողովրդին պարակտել եւ այսպես ինչ անել։ Պետք է համախմբվենք, պետք է միասնական լինենք, որ կարողանանք ազգը ոտքի կանգնեցնենք։ Իսկ ինչու պիտի Քոչարյանը չընտրվի։ Ինչ է արել։ Ինչի դուք չգիտեք ինչ արել։ Հոկտեմբերի 27, մարտի 1 մեր կրված տղաներից իշխան մարդիկ կալանավորվել անհիմն ձևով մարտի 1-ին։ Շատ շատերը անհիմն պահել են մի քանի սուտկաներով լավ ծեծեու ջարդել են, էդ էլ կա։ Ինչու պիտի նրանք վերընտրվեն ըստ։ Որովհետև մենք գնում ենք դեպի պայծառ ապագա։ Ինչ են նրանք հատկապես արել վերջինս տարիներին իրանց իշխանության օրոք, որից գոհ եք։ Ամենակարևորը ապահովել են խաղաղություն, սահմանները այսօր անվտանգ են, արել է ամեն ինչ եւ այսօր Հայաստանի Հանրապետությունը գնում է դեպի անկախություն, ինքնիշխանություն, սա ամենակարևոր երաշխիքն է։ Հայաստանի Հանրապետությունը վարում է բալանսավորված քաղաքականություն բոլոր պետությունների հետ։ Ինչու եք աջակցում ԿՊ-ին։ Որովհետև նա մարդասպան չի, գող չի, հետո դրա հետ մեկտեղ մաքուր հայա, բանի Քոչարյանի նման կիսատ թուրք չի։ Հիմի ներկայում մենք գոհ ենք, որ մեր թոշակները բարձրացավ, դրա հետ մեկտեղ մեր դեղամիջոցները ձերի է, առանց իհարկե օգտվում ենք։ Մոտավոր որքան գումար եք խնայում։ 25-ից 30,000, 40,000 նույնիսկ։ Այսօրվա այս լավ իրավիճակից ելնելով, այսքան ուրախ, ազատ, ինչ ասեմ։ Ինչ ակնկալիքներ ունեք, եթե Փաշինյանը վերընտրվի։ Վերընտրվի, առաջին հերթին երկրին խաղաղություն, անվտանգություն եւ մնացած իր հերթին։ Ընդդիմությունը, որ ասում է սա ոչ արժանապատիվ խաղաղություն է եւ մեզ պետք են երաշխավորներ, ինչ կարծիք ունեք այդ թեզի մասին։ Ընդդիմությունը թող մտածի իր հետոյի մասին, մնացածը մենք այս ժողովրդով կկառուցենք։ Ամեն ինչից գոհ ենք, այնքան գոհ ենք, որ Հայաստան ենք վերադարձել Որտեղից։ Սոչիից։ Քանի տարի եք բնակվում եք։ 7 տարի բնակվելուց հետո վերադարձել ենք Հայաստան 19 թվին, մեծ հույսերով, որ ամեն ինչ լավ է լինելու։ Արդարացվել է։ Այո, արդարացում է ամեն ինչ։ Ապրում ենք Հայաստանում ու չենք պատրաստվում նորից վերադառնալ այնտեղ։ Իսկ ինչու որոշեցիք վերադառնալ, ինչը ձեզ մոտիվացրեց։ Հեղափոխությունը։ Հեղափոխության որ խոստումը։
խոստումը չէ, վերադարձանք Հայաստան հետ գնալու նպատակով, բայց կարացանք ստեղ, կայացանք ստեղ ու կմնանք ստեղ։ Ինչու եմ աջակցում ԿՊ-ին։ Բարեփոխումների համար, խաղաղության համար, չգիտեմ, ամենալավ բաների համար, ինչ որ կատարվում է իմ երկրում այս վերջի պատերազմից հետո կարող եմ ասել։ Մեր վարչապետն ընտրվելու է, դա միանշանակ ակնկալիքներ, խաղաղ երկինք, բարձր աշխատավարձներ, շատ աշխատատեղեր, արդեն առողջապահությունը շատ մեծ գործեր է անում, դեղորայքները, թոշակները, ինչ ասեմ, ինչպես երկն է ասում, Հայաստանի անունը բարձր հսկի աշխարհում, այդպես է լինելու է։ Ամենամեծ ակնկալիքները, եթե ստեղ եմ, ուրեմն ակնկալիք ունեմ, որ եկել եմ թորնիկիս ապագայի մասին եմ մտածում։ Ես իմ ժամանակ արդեն անցել է։ Այս տարիների ընթացքում իշխանությունը ինչ արել, որ հատկապես գոհ եք։ Մենակ թոշակը, անվճար բժշկություն ու դեղերը, այդ մեծ բաներ։ Օգտվել եք։ Անպայման։ Եթե գաղտնիք չէ, ինչից եք օգտվել եւ ինչ։ Բժշկական գնացել եմ MRT-ի, գնացել եմ ռենտգենի անվճար, ինձ դեղ են տվել 13 դրամանոց դեղը անվճար, որի համար մուծել եմ ընդամենը 1200 դրամ։ Ճնշման եւ խոլեստերինի դեղերը անվճար։ Իսկ խաղաղությանը հավատում եք։ Իհարկե։ Ինչ կարծիք ունեք, որ բանակը դարձավ 1.5 տարի եւ մայիսի 28-ի տեսակ զորահանդես, ինչ կարծիք ունեք։ Շատ մեծ։ Որ ստեղ եմ, ուրեմն մեծ կարծիք ունեմ, մեծ սպասելիքներ ունեմ։ Սպասելիքները խաղաղության շարունակությունը, մեր երկրի զարգացումը։ 8 տարվա ընթացքում են առատավոր խնդիրները, որը մենք ունեինք, մնացած։ Դա մենաշնորհներն էր, կոռուպցիան էր, հասկանում ենք, որ իշխան փոփոխություն ունի։ Խնդիրներն էլ մի կողմից, որը ունեցանք։ Ես իմ 8 տարին կարամ ասեմ, ինչ տեղ ունեցավ ինձ համար, հա։ Տանիք կազմեցի, 2 երեխա ծնվեց, ավելացան Հայաստանի քաղաքացիները։ Մի հատ էլ մեծ ունեի, ինքն էլ իր ճանապարհն է զարգանում, գտել է իրան բանակում, ծառայում է, սպա։ Հասկանում եք, էս է կյանքը, էլի, որը որ մենք նայում ենք ինչ կար ու նայում ենք հիմա ինչ կա։ Ամսի 28-ի մեր զորքի ելույթը, այո, մի քիչ դժվար էր 20 թվականից հետո շքերտ ունենալը, բայց մեր ազգը այնքան կամքի ու ապագայի հանդեպ ունի ուժ, որ դրանից լավերներ կունենանք։ Ինչու եք աջակցում ԿՊ-ին եւ ինչու նրանք պետք է վերընտրվեն։ Կարամ չպատասխանեմ, բայց որ պիտի վերընտրվեն, վերջ։ Որովհետև այն ժողովրդավարությունը, որ 7 տարի կա Հայաստանում, չի եղել երբևիցե, իսկ ես 1 ամսից 44 տարեկան եմ։ Աուտիզմով զավակս, որ մանկուց մտածում էինք եւ խորհուրդ էին տալիս տանել եվրոպական քաղաքակիրթ երկրներ, այսօր Փառք Աստծո հնարավորության սահմաններում պետության բազում կառույցներում ունի անվճար օգտվելու հնարավորություն։ Թոշակը 7 տարվա մեջ ավելացել է ավելի քան 25,000 դրամով, նախկինում ստացել է ընդամենը 20 քանի հազար, հիմա 47,000 պլյուս հետվճար։ Ես ապրում եմ Երևանի կենտրոնում, օպերային հարակից շենքերից մեկում եւ գիշերը կարող ենք ընտանիքով, հենց իմ հաշմանդամ երեխայի հետ, ժամը 2-ին, 3-ին, լուսաբացին դուրս գալ զբոսնել եւ չտեսնել որևէ կոնֆլիկտ, բացառիկ դեպքերը բացառիկ համարենք նաեւ քայլող ոստիկաններ, հանգիստ մթնոլորտ եւ այն ոչ կոռումպացված տարբերակը, որ այսօր կա, 7 տարի սովորել եմ Երևանի պետական համալսարանում, 37-ում եմ ընդունվել, բայց 28 տարի առաջ Բրյուսովի համալսարան էի ընդունվել եւ բանավոր քննությանը հանձնաժողովի նախագահն եկավ մոտեցավ ինձ, ականջիս ասաց աղջնակ ջան, բանավորիդ քննությունը բարձր դնել չենք կարող, որովհետեւ էլ տեղ չունենք, իսկ ես նախորդ 2 քննությունները գերազանց էի ստացել եւ ես ստիպված դուրս եկա համալսարանից հետ գնացի Վանաձոր, որտեղ ծնողներս չունեին այն հսկայական վարձը։ Իսկ 7 տարի առաջ 2019-ի աշնան ընդունվել եմ Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետ եւ 7 տարի սովորել եմ չափազանց հրաշալի մթնոլորտում, զերո կոռուպցիա, ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, արդար գնահատականներ, դասախոսների անմիջական աջակցություն ամեն օր, բակալավրիատ 5 տարի, պլյուս մագիստրատուրա 1.5 տարի, ռոտացիայի շնորհիվ, անաչառ գնահատականների շնորհիվ, վճարովուց անցել եմ անվճար, պետությունը
ԵՊՀ-ն երևի թե իր հաշվապահության միջոցով փոխհատուցել է 275,000 դրամ վարձս։ Չգիտեմ, այն ամեն ինչ այսօր ունենք, մայրս մարտին 21 օր Վանաձորի ԲԿ-ում վերակենդանացման բաժնում է հայտնվել եւ իր ոտքով գնացել տուն։ 1 լումա չենք վճարել, միայն 2-3 հետազոտություն։ Ապահովագրության շնորհիվ ստենդավորվել է բժիշկների միջոցով ստացել շատ մեծ աջակցություն։ Առավոտյան 10:38 Տիկին Ավանեսյանին Facebook-յան story-ի տակ բան էի գրել, խնդրել մայրիկիս հետ կապված։ Ընդամենը 5 րոպեից զանգել եմ Վանաձոր, ինքս էստեղ էի, մայրս Վանաձորում, խնդիրը լուծված էր։ Ես չեմ հիշում երբևիցե, որ սովորական մահկանացուն կարողանար առողջապահության նախարարին դիմեր որևէ հարցով եւ 5 րոպեում այդ հարցը օրենքի սահմաններում, օրենքի տարին համապատասխան լուծում ստանար։ Այսօր մայրս տանն է, բայց թե ինչ ծայրահեղ իրավիճակից է այսօր ինքը ողջ, դա ես այսօր մոտեցել եմ Տիկին Ավանեսյանին եւ շնորհակալություն հայտնել։ Նորահանդեսին մասնակցել եք կամ Անպայման։ Դա ֆանտաստիկ միջոցառում էր։ Այն սիրո ու հանդուրժողականության մթնոլորտը, որ տիրում էր այստեղ։ Ես 23 տարի ապրում եմ Երևանում, երբևիցե նմանատիպ մեծ միջոցառումների չեմ եկել, որովհետեւ հիշողներ կլինեն, չեմ ուզում անցյալին վերադառնամ, ուզում եմ նայել ապագային ու վաղվա օրվան։ Որովհետև խաղաղություն են բերել մեր երկրին եւ ամենակարևորը դա է, չհաշված մնացած դրական բաները, որ Հայաստանը կդառնա խաղաղ, անվտանգ, տեխնոլոգիապես զարգացած, ինքնիշխան երկիր։ Որովհետև ԿՊ-ն ամենալավ կուսակցությունն է։ Ամենալավ ակնկալիքները, ամենալավ։ Այս տարիների ընթացքում չեն արել, որից հատկապես գոհ եք։ Դե այնքան բան են արել, որ էդի այսօր թվարկելը շատ երկար կտևի։ Իսկ որ ասում են խաղաղություն, դուք հավատում եք, որ հիմա խաղաղություն է։ Անպայման, բա ոնց։ Բայ խաղաղություն չի, բա ինչ է։ Հանդիպությունը ասում է, սա անարժանապատիվ է։ Մի հատ բադ կասեի, բայց չեմ ասի։ Սխալ բաներ ասում, անհիմն հիմար բաներ են խոսում։ Ռուսաստանից լիքը մարդիկ են գալի, որ ոչ թե իրանց են քվեարկում, այ ԿՊ-ին։ Ժիվոյ օրինակ էսա։ Ես մենակ լավ բան ԿՊ-ից եմ տեսել, երեխեք։ Որ երգիրը մի քամիսը շատ մարդկային հարգանք, աշխատատեղեր, երիտասարդությանը տոն տվեց, որ երիտասարդությունը կայանան, իրանք մանր բիզնեսը զարգացրեց, ինչ ասեմ, երեք չենք ծնվել, շատ հեռուներից ենք եկել մինչև այսօրը, ու այսօր այսենց բռնում ենք մենք, ԿՊ-ին։ Ինչ ակնկալիքներ ունեք։ Ակնկալիքներ, որ տնտեսությունը էլ ավելի կզարգանա, արդյունաբերությունը էլ ավելի կզարգանա, ու ամեն տեղ, ամեն գործառույթներով մարդիկ ավելի լավ կլնեն։ Ինձ հարևանիս կինը, որը շատ տարիքով կին է, ասում է այն ժամանակ, ասում է խես ԿՊ-ին ուզում, կարակը 5000 է, ասում եմ այն ժամանակ, որ կարակը 1000 դրամ էր, դու ինքը չէիր կարում առնեիր, բայց այսօր 5000-ով առնում ես։ Ակնկալիքներ մենակ նյութականը չէ, երեխեք, շատ մեծ բաների, շատ մեծ սպասելիքներ ունեմ։ Իմ երեխեն 18 տարեկան ա եղել, որ պատերազմը սկսվել է։ Ես երբեք մեղքը ԿՊ-ի վրա չեմ գցում։ Էդի այն ժամանակ եկել էր, մենք բոլորս է գիտենք, որ բանակցությունների մեջ էր, ու այդ հարցը չլուծվեց։ Չլուծվեց այդ հարցը, եկավ հասավ մեր ԿՊ-ի օրոք։ Ու արմատները շատ խորն էին, շատ բաներ արված է, եւ շատ բաներ կարվի։ Իմ երեխեն վիրավոր ա եղել։ Առ այսօր այդ հետքերը կան իրա վրա, բայց ես երբեք չեմ չարացել ու երբեք չեմ մտածել, որ ղեկավարությունն է մեղավոր եղել։ Իրանց ծրագրերը ամենաառաջինը, իրանք վարչապետը ինչ խոստացել է, մի անգամից այդ քանդված երկիրը հնարավոր չէր սարքել նենց, ոնց որ պետք նա։ Մարդը սարքում է, անում է ու այդքանի հետ, այդ թալանչիներից, որ այդքանը ինքը հետ է բերում մի այլ կարգի։ Ուղղակի մենք պիտի այնքան լավատես լինենք, որ մտածենք, որ եթե ինքը այսքան ժամանակ արել է, հասցրել է այս մակարդակին, սրանից հետո էլ ավելի
ավելի լավ է լինելու։ Երբեք թոշակառուն չէր կարա ինքը գնար միանգամից հիվանդանոց ու վիրահատվի աչքերը ումը հարցնում ես ասում վայ գնացի աչքերս վիրահատեցի տեսնում եմ ես բացի դրանից աշխատավարձերի ավելացում ոչ մի բան չէ մեր պաշտպանության բանակը զենքերը մենք նորն ենք տեսել ու բացի դրանից էլ մեր զինվորները ինչքան լավ են սնվում ինչքան լավ են իրանք ծառայությունն է իրանց համար հեշտ անցնում մի խոսքով ամենալավ բաները մենք մեր վարչապետի կողքին ենք մենք ենք տերը մեր երկրի մնացած այդ դրսից եկածները ինչ էնորվա են մարդու ասածը ասма ինձ հետարքիր չի երկրում ինչ կկատարվի մեզ հետարքիր է որ ասма սամոն լինի ազատության մեջ բայետի ճիշտ է ասեք տեսնեմ Երկիր ունի կորցնելու բայց նրանք փող բան չունեն իրանք կորցնելու Այս մարդը մտածում է, որ իր այդքան ստեղծածը կորցնի, դա ուր կհասնի։ Կլինի, որ մենք կորցրենք մեր անկախությունը, մեր պետականությունը, մեր դրոշը, մեր գերբը, ոչ մի բան չենք ունենա։ Ամեն ինչից, ամեն ինչ էլ արել են։ Իսկ համար խաղաղությունը իրական է։ Այո, անպայման։ Ինչ սպասելիքներ ունեք եթե ընտրվեն։ Դե սպասելիքները շատ մեծ են։ Հուսանք ամեն ինչ լավ կլինի։ Հուսանք։ Իսկ այս վերջին շրջանում հատկապես ինչեր են արել, որոնցից գոհ եք։ Դե թոշակների բարելավում է տեղի ունեցել, աշխատատեղեր են բավականին բացվել, նու մեր խաղաղությունն է հստակ կարևորը այն է, որ հիմիկված ծնողները չեն վախենում, որ իրանց երեխաները գնան բանակ։ Իմ համար ամենակարևորը է դա։ Ու հուսամ, աստվածա, որ այս ամեն ինչը հարատև կլինի։ Կնշեք ձեր ակնկալիքները իշխանություններից, երբ որ նրանք վերընտրվեն, ինչու եք նրանց աջակցում։ Աջակցում եմ, որովհետև ազնիվ հեղափոխական եմ, ի սկզբանե 18 թվականից հեղափոխության մասնակից եմ, գաղափարակից եմ, սիրում եմ իմ երկիրը և պայքարում եմ իմ երկրի լինելիության մասին։ Իմ երկիրը պետք է լինի, իմ դրոշը պետք է բարձր լինի և ամենակարևորը, որ ես ունեմ խաղաղություն, արդեն 2 տարի կլինի իմ սահմանում զինվոր չի զոհվում, ի շնորհիվ այս իշխանության շատ բաներ են փոխվել իմ երկրում, իմ երկիրը մութ խավարից դուրս է եկել լույսավոր պայծառ ապագա։ Իրենց բոլոր գաղափարները ինձ համար ընդունելի են։ Չկա մի գաղափար, որ ընդունելի չլինի։ Իսկ ինչ բարեփոխումներ են արել, որ ձեր սրտով են։ Բարեփոխումները սկսենք ճանապարհաշինությունից, մանկապարտեզներից, դպրոցներից, առողջապահության ապահովագրությունից Ախր որ թվարկեմ երևի չի հերիքի ժամանակը, թե ինչքան բարեփոխումներ ա կատարվել մեր երկրում։ Ուղղակի գիտակից քաղաքացին այսօր շնորհակալ է բոլոր բարեխիղճ գործերից, բոլոր փոփոխություններից